Բարև ես Ռուբեն Հովսեփյանն եմ, այսօր ես ավարտել եմ իմ գիրքը Հովազածորի գերիները Վախթանգ Գարանյանի ուզում եմ մի փոքր ներկայացնել և պատմել ինչի մասին է գիրքը։ Գիրքը 5 հերոսների մասին է, ովքեր ամառանոցից գալիս էին քաղաք, իրենց տուն, որպեսզի տոն նշեին և հենց չհասած քաղաք մեր հերոսներից Աշոտը ամենասիրելին որոշեց, որ պետք է գնան Հովազածորը տեսնելու, թե ինչ ձոր է։ Գնացին Հովազածոր, որովհետև Աշոտի հայրը հաճախ էր գնում և որս էր անում ընկերների հետ։ Աշոտը որոշեց, որ իր ընկերներին է պետք է տանի և ցույց տա, թե ինչ ձոր է, երբ մտան արդեն ձոր և բլրակից իջնում էին արդեն ներքև, նրանք հասկացան, որ ելք չկա, չեք կարողանում հետ գնալ։ Փորձեցին, շատ երկար փորձեցին, մի օր փորձեցին դուրս գալ, բայց չկարողացան և որոշեցին գիշերել այդտեղ։ Մի փոս գտան, որտեղ գիշերեցին։ Շատ ցուրտ էր այդ փոսում, հերոսներից մեկը հիվանդանալու վրա էր, բայց լավ պրծան, չհիվանդացավ։ Նրանց հետ էր նաև մի շուն, հասոյի շունն էր, հովիվ հասոյի շունը։ Դրանից հետո նրանք գտնում էին մի քարանձավ, որտեղ պետք է մնային, մինչև իրենց գտնեին կամ օգնեին, որպեսզի դուրս գան։ Գտան մի քարանձավ և առաջի 2-3 շաբաթը օգտագործեցին, որպեսզի ծանոթանան տարածքին, հատապտուղներ քաղեն, ուտելիք ունենան, վառելիք ունենան, կրակ անեն, հետո անկողիններ պատրաստեցին տերևներից և փայտերից ամեն մեկի համար և արդեն ևս մեկ ճամփորդություն կատարեցին, որպեսզի տեսնեն արդյոք ելք չկա այն կողմի բլրակներում։ Գնացին ճամփորդության և տեսան, որ ոչ չկա, նաև այդ ժամանակ քարայծը տարավ Աշոտի գլխարկը ու նա մնաց առանց գլխարկը։ Վերադարձին քարանձավում ջրի կաթկթոց էր գալիս, դրանք շատ ծարավ էին։ Այդ պահին ձյուն էր գալիս և քանի որ նրանք կրակ ունեին, վերցնում էին իրենց ափի մեջ ձյունը և ձյունը ուտում էին, բայց շատ չէին ուտում, որպեսզի չհիվանդանային։ Դրանից հետո մեծ ջրհեղեղ եղավ այդտեղ, որտեղ մարդիկ հազարամյակներով գլուխ են կոտրել, թե ինչի այդտեղից ջրհեղեղներ լինում։ Ջրհեղեղ եղավ, իրենց շորերը ամերակեսը տարավ ջրհեղեղը, իրենց իրերը կարևոր և այդ ջրհեղեղը հասել էր քաղաք, հերոսների մայրիկները տեսել էին և եզրակացրել էին, որ նրանք մահացել են, մեռել են և արդեն տարբեր խմբերի էին դիմում, որպեսզի գտնեն, փնտրեն ու գտնեն, բերեն տուն։ Մինչ այդ արդեն ցրտում էր, սկսում էր գալ ձմեռը, Աշոտը որոշել էր սառույցը քանդի, որպեսզի գնա մի ուրիշ տեղ և մեկ այլ տեղ հայտնաբերի։ Նա սկսում էր փորել, բայց մյուս կողմից ջուր էր գալիս և սառույց էր դառնում մի քանի րոպեի ընթացքում և նա հասկացավ, որ մնաց մեջը։ Նա փորձեց առաջ գնալ, բայց նաև այնպիսի վախ կար, որ կարող է հատակը ճաքել և ընկնել ձորը կամ նման մի բան լինել։ Ընկերները իհարկե հետապնդում էին իրան, որովհետև շատ վախեցած էին և երբ Աշոտի հատակը ճեղքեց, որպեսզի նա ընկներ, ընկերները օգնեցին նրան, հասցրեցին օգնեն և դուրս բերեցին։ Դրանից հետո սով սկսվեց և նրանք չունեին հատապտուղ, քանի որ արդեն ցրտում էր, կենդանիների կերեր էին և ինչն էլ որ մնացել էր, չորացել էր ու արդեն ուտելու չէր։
նրանք որոշեցին, որ պետք է իրենց շանը սպանեն, բայց իհարկե չսպանեցին, որովհետև մեղք էր, Սարգիսը ուներ թաքուն պահուստ, որտեղ ուտելիք էր պահում, միայն իր համար, բայց ընկերները լոր էին խփում հատուկ զենքերով, որպեսզի բոլորը գոյատևեն, երբ որ իմացան, երբ որ Շունը հաչած եւ Հովիվ Հասոն իմացավ, որ նա ունի պահեստ, շատ ջղայնացան ընկերները եւ որոշեցին անուտելիք պահել իրան մի քանի ժամ։ Դրանից հետո երբ Հասոնը ու իր Շունը գնացել էին որսի, Շունը վնասվեց եւ մեծ վնասվածքով բերեց քարանձավ եւ հենց արդեն այդ ժամանակ որոշեցին, որ վերջնականորեն պետք է սպանեն, բայց սպանելու փոխարեն բուժեցին նրան եւ Հասոն շատ ուրախացավ։ Դրանից հետո գնացին տեսնեն մյուս կողմի բլուրների վրա ինչեր կան եւ բլրի գագաթից Սարգիսը ընկավ եւ մի ծառից բռնվելով հազիվ այդ բլրի մեջ կար անցք, քարանձավի նմանատիպ մի բան, որտեղ նա մնաց մի քանի օր, ընկերները կերակուր հասցրեցին իրան, կրակ, որպեսզի գոյատևի։ Ու ասեցին, եթե հանկարծ ինչ-որ ծտեր կան, ագրավ կամ ավելի վտանգավոր, կրակը պահիր չեն կա։ Այդպես նրանք որոշեցին, որ պետք է աստիճանով բարձրացնեն իրեն, բայց երբ որ ուզեցին աստիճանով բարձրացնեն, Սարգիսը վնասել էր ոտքը ու վախեցավ աստիճանով բարձրանալ։ Նրանք որոշեցին, որ պետք է բանով հանեն, թելով հանեն, եւ երբ որ թել պատրաստեցին, որպեսզի հանեն, այդ չկարողացավ բռնել թելից, չկարողացավ բարձրանալ եւ անկամ ավելի խորը։ Ընկերները եւ Շունը նրան հազիվ գտան եւ վերեցին քարանձավ, Հասոն վիրակապություն արեց ձեռքի տակ ընկած իրերով եւ Սարգիսին գործ չտվեցին։ Դրանից հետո խաղողի այգի գտան, որտեղ լիքը խաղող կար ձյան տակ, խաղողի պաշարներ կար, նրանք հավաքեցին եւ բերեցին քարանձավ եւ այդ մի քանի օրը կերան խաղող։ Դրանից հետո խումբը որոշեց, որ պետք է նոր վայր գտնի ապրելու, տղաներով Աշոտը, Գագիկը եւ Սարգիսը Հասոն գնացին նոր վայր հայտնաբերելու եւ գտան մի տնակ, նրանք մտածեցին, թե բնակելի է, բայց երբ բարձրացան, տեսան, որ անբնակ է, տվյալ տնակում կային լիքը չղջիկներ, որոնք խորոքում մտած էին, կար կիսափուլ վառարան, կային մի քանի տարա եւ կար կացին ամենակարևոր, որ այն հրճեց, նրանք որոշեցին, որ պետք է տեղափոխվեն այդտեղ եւ մի քանի օր տեղափոխվելուց հետո որոշեցին, որ պետք է չղջիկներ բռնեն, որպեսզի ուտեն, եփեն։ Նրանք իրար ուսուսի բարձրացան, որպեսզի կարողանային բռնել, հավաքեցին եւ լսեցին մի դույլի մեջ, այդ տանը կար նաեւ դույլ։ Եվ դրանից հետո գրեցին կրակի մոտ։ Չղջիկները տաքություն զգալով արթնացան եւ բոլոր չղջիկները թռան եւ նրանք մնացին անուտելիք։ Որոշեցին, որ էլի պետք է գնան խաղողի այգիներ եւ գտնեն խաղող, որպեսզի վերել կարողանան գոյատևել։ Բերեցին խաղողներ եւ գնացին ամեն մեկը ինչ-որ բանով։ Գագիկը գնաց կավե հանք էին նաեւ գտել, որտեղից պատրաստեց հետագայում կավե ամաններ։ Ամեն մեկը գնացել էր իր գործով եւ վերադարձան, արդեն տեսել էին, որ արջը իրենց բոլոր պաշարները կերել էր եւ հարգել էր։ Դրանից հետո նաև հասկացան, որ իրանց հետապնդում է մի լուսան, որը շատ վտանգավոր էր եւ որոշեցին լուսանին բռնել մսով եւ թակարդով, արջի թակարդով, որը այդ տանը հայտնաբերելու ժամանակ գտել էին նաև թակարդ։ Որոշեցին ձյան մեջ թաղել եւ միսը դնել, նաև մոտակայքում արջն էր, նրանք կողքից դիտում էին։ Լուսանը հասկացավ, որ արջն է ուզեցել վնասել
Լուսանին եւ Լուսանը տեսավ եւ հասկացավ, որ արջն է ուզում իրեն վնասել եւ Լուսանը հարձակվեց արջի վրա։ Եվ Լուսանը ստացավ վիրավորանք եւ արջը ստացավ վիրավորանք, բայց Լուսանը արջին սպանեց, որովհետեւ նա կիսահարփած էր, բայց նաեւ արջը թաթոթվեց Լուսանին եւ Լուսանը վիրավորվեց։ Արջից կտորներ բերեցին, կերան եւ դրա հաջորդ օրը գնացին մի մեծ քարանձավ, որտեղ շատ մութ էր։ Աշոտը միայնակ գնաց, որովհետեւ Հասուն ասում էր, ահա դու խիզախ չես, եւ դա պնդելու համար, որ ինքը խիզախ է, գնաց միայնակ եւ շատ ուրախացավ այնտեղի ձայներից, մարդկային ձայների, կարծես թե ինչ-որ մարդ խելագարներ էր։ Դրանից հետո գնաց այնտեղ եւ առավոտյան արթնացավ ընկերների խոսքերից, ասաց ինչ է պատահել եւ հասկացավ, որ այդ խելագարված մարդու ձայները հանում էր մի ծիծ։ Դրանից հետո հայրիկներից, մայրիկներից ահերեսների մեկը կրակի բան տեսավ։ Մյուսը ասաց, հա, քեզ թվացել է, բայց չասեց, կանգնի, այստեղ ինչ-որ մարդիկ կա։ Գրած որպեսզի տեսնի ովքեր են եւ տեսավ, որ մեր հերոսները գտնված են։ Նրանք հասան քաղաք, արդեն ու մայրիկները ուզում էին սուկ սկսել, բայց սուկ չեղավ, ուրախացան, քեֆ կազմակերպեցին, որ իրաց երեխաները գտնվել են եւ այսպիսով ավարտվեց այս գիրքը։ Շատ հետաքրքիր էր եւ բոլորին խորհուրդ կտամ, որ անպայման գոնե մեկ անգամ կարդաք։ Տեսություն։